Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման գծով աշխատանքային խմբի առաջին նիստը։ Ադրբեջանի ԱԳՆ տվյալով քննարկվել են օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, երկրների միջև գործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարը։ Անդրադարձ է եղել էներգետիկայի, առևտրի եւ տարանցման, տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական ներդրումների, պաշտպանության, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում շփումներին։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից էլ նշել են, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ որպես ռազմավարական արժեքավոր գործընկերոջ եւ առաջ մղել Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը։ Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու կարևորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Մարկո Ռուբիոն նշել է, որ իրավիճակը բարդ է։ Մենք ներգրավված ենք կարգավորման գործընթացին, բայց միշտ ասել ենք, որ սա մեր պատերազմը չէ։ Այն տեղի է ունենում այլ մայրցամաքում, սակայն Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որ կարող է երկխոսել եւ Կիևի եւ Մոսկվայի հետ, ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, այժմ փորձում են հասկանալ եւ մոտեցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումները։ Պատերազմները սովորաբար ավարտվում են կամ կողմերից մեկի կապիտուլյացիայով կամ բանակցությունների միջոցով, սակայն այժմ չենք տեսնում, որ նրանցից մեկը կապիտուլյացիայի գնա, մանրամասնել է Ռուբիոն։ Պետքարտուղարը վստահեցրել է, Վաշինգտոնը չի պատրաստվում գործարք պարտադրել որևէ մեկին։ Նրա խոսքով կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ ճանապարհ կա անցնելու, քանի որ ամենաբարդ հարցերը մնում են վերջում։ Այժմ բանակցություններում ամենաբարդը անվտանգության երաշխիքների եւ տարածքների հարցերն են։ Մոսկվան պահանջում է դուրս բերել ուկրաինական ուժերը Դոնեցկի, նույնիսկ այն տարածքներից, որոնք դեռ ուկրաինական վերահսկողության տակ են։ Կիևի համար դա անընդունելի է։ Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Մայամիում հանդիպել է ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ։ Համաձայնության ենք եկել հետագա քայլերի եւ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ, մանրամասնել է Պաշտոնյան։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները տեղեկացրել էին, որ ամերիկյան կողմից Մայամիում բանակցություններին մասնակցել են Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Եվրոպական կողմը ներկայացրել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականները։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ նույնպես մեկնում է Մայամի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում իսլամական պետություն խմբավորման թիրախներին, օրերս Փալմիրայում ԱՄՆ քաղաքացիների վրա ԻՊ զինյալների հարձակմանն ի պատասխան։ Հարվածում ենք մարդասպան ահաբեկիչներին, Սիրիան պայծառ ապագա կունենա, եթե իսլամական պետությունը վերանա, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social էջում։ Նրա խոսքով Սիրիայի ներկայիս նախագահը ջանասիրաբար աշխատում է երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ։ Պենտագոնի ղեկավարը տեղեկացրել է, որ խմբավորմանը լուրջ վնաս է հասցվել, չեզոքացվել են մեծ թվով ահաբեկիչներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից էլ մանրամասնել են, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են ահաբեկչական 70 թիրախ, հրամանատարական կետեր, զենքի պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Նշվում է, որ գործողությունը սահմանափակ բնույթ է ունեցել, սակայն Վաշինգտոնից նախազգուշացրել են, եթե հարձակումները շարունակվեն, ամերիկյան կողմը վճռական արձագանք կտա։ Դիանա Գասպարյան, լուրեր։